Օրինակ ձեր կարծիքով դա ինչ էր, ինքը նաև նշեց, որ պարոն Սարգսյանը լավ գործեր է անում, արել է, գուցե դա պայմանավորված է նրանով, որ պարոն Սարգսյանը ես եմ մարդն եմ եղել, որ ցավոք սրտի երկու անգամ ելույթ եմ ունեցել եւ նմանացրել եմ այդ սպանությունը, սպանության պատվերը, որ այս իշխանությունները մի քանի անգամ կիրառել են նման սպանություններ, ամեն դեպս մեղադրել են մարդկանց։ Շատ նման էր այդ դեպքը Սամվել Բաբայանի գործին, շատ նման էր։ Ընտրել էին ձայնագրել Ծոքանչին, հետո դա ապացուցել դա։ Ինչևից է շատ նման էր։ Բայց հետագայում Վազգեն Սարգսյանի եղբայրը իր գործողություններով իր հայտարարությունները ապացուցեց, որ ես այն ժամանակ սխալ էի։ Ինքը պատվիրատուն է եղել։ Հակառակ դեպքում հանրային մարդուն դատապարտելուց հետո նա չի կարող այսպես առաջին ու պաշտպանի։ Այսինքն սա շնորհակալությունն է։ Հետո որ պատճառաբանի թե որ սխրանքի համար, ինչի համար, որ 1.270.000 սոված մարդ կա Հայաստանում դրա համար, որ 500,000 մարդ լքել է բնորանը, որ թուրքերի հետ արսնագրություն է ստորագրում, եւ դրանից հետո տարուց ավելա ոչ մի երկիր էր Հայաստանը չի ճանաչել հայոց ցեղասպանությունը սա 100-ամյակն է։ Ինչի համար, որ արտաքին եւ ներքին քաղաքացիական համար։ Անձնական շնորհակալությունը կարծում եք։ Եվ չէ, մարդը ասում է, որ պետք է շնորհակալ լինենք։ Ես չեմ միջի համար պետք է շնորհակալ լինենք, որ իրեն մեկուսացրել է իր ժամանակին, թե պետք է շնորհակալ լինենք իմ թվարկածի համար։ Թե պետք է շնորհակալ լինենք, որ մի կրակոց անմիջապես իրեն ենթարկվող եւ իրեն սպասարկող լրատվամիջոցներով անմիջապես եթեր է գնում, որ տեսեք, Պաուլ Հայեկյանը հայտարարում է, որ իր վրա կրակել է ռուսական իմպերիալիզմը, որը գոյություն չունի, որը այդ երկիրը չկա, հանգիստ թողեք այդ երկրի։ Հետո հուշում եմ, որ չկա 92 թվականից գոյություն չունի այդ երկիրը։ Հուշում են իրեն։ Ասում են խոխի ձևակերպումը, չի հասկացվում։ Այն Նայիրան էլ հետաքրքիր է, տարբեր տեսակի հեռահար բաների համար շատ խելոք էր ասել միգուցե սուլթանական Թուրքիա։ Հիմա այդ ադիբեգյանները վատ չարտահայտեցին ասում։ Եթե մեկը կար, որ պետք է նախաքննություն սկսել, այս մարդուց պետք է սկսել։ Չէ որ վերջի այդ ամեն ինչը իրար մեջ էր եղել, նայելացել գլուխը պոկելու է։ Մեզ մարդը վախեցավ, զենքը տվեց մեկին, ասեց դա խփի։ Բա ինչի իրանք չկանչեցին նախաքննություն, չկանչեցին, ուրեմն գիտեն ով է։ Առաջինն պիկանչեին։ Ուրեմն գիտեն ով արեն։ Եվ պետք չի իզուր տեղը հանիրավի ռուսական հետ մանգալ։ Ռուսական հետ մի րոպե։ Ռուսական հետ մանգալու փոխարեն թող մի հատ իրաց լավ թափ տան։ Մի հատ էլ այդ սաղն է սեղանի վրա թե ոնց է եղել, ինչ է եղել։ Հետո սա կպարզվի իրականությունը։ Հետո ուղում է եւ այս լրատվամիջոցները անկախ, բայց լավ չակերտինի մեջ անկախ անմիջապես մեն տալ բառ հին չեկիստները ամեն հին չեկիստները բավու գործ չունեն ինչի համար հետո այդ հին չեկիստները կրակում են 50 մետրի վրա կպում են 2 կոպեկանոցի 25 սանտիմի վրա մի հատ կրակել են ամենաանմեղ տեղը մարմնի մարդու, որտեղ որ զարկերակ անցնում, ոչ ուրեմն ուրիշ անոթ է անցնում մեծ։ Ոչ էլ կա ոսկոր, որը ոտքի որ կարա քշրվի էմբոլի առաջացնի։ Հիմա հանգիստ թողեք այդ ռուսական հետքը, հանգիստ թողեք ցանկացած բենդե եւ միվեց։ Հարիկյան են մարդը չի, որ լրջագույն կայսրությունները զբաղվեն նրա մեկուսացման խնդրով։ Դրա փոխարեն զանգ էին տալիս Սերժ Ազատիչին, ասում են ասել թողած մարդը հանգիստ պահի իրան, եւ ինքը իրեն հանգիստ է պահում։
Այն ինչ է պետք է կապիկությունը, գնանք կրակել, ես անեմ, առողջունը դու շուտ ապակի, մի օր գուզուր ապակիմել արդեն, բայց որից եմ ասում։ Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին։ Իսկ ինչ այդ նույն Արմեն Սարգսյանի հետ կը, նույն պատմությունները։ Հիմա այս մարդն է գնաց նստեց դուս եկավ, պարզվեց, որ Սերժը ամենաարդար, ամենակառուցող, ամենաշինարար, ամենալավ նախագահն է։ Դու լավ է, քո նախագահն լավ արել, ուրեմն ճիշտ քեզ բռնեցին, ճիշտ նստացրեցին եւ ափսոս որ շուտ թողեցին։